բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես մենք ինչի ականատես եղանք երեք մայրաթորում, համեցեք։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Երեկվա օրը երևի թե հայոց պատմության մեջ պետք է գրվի հետևյալ ոսկե տարրերով, որ հայ ժողովրդի գիտակից բանական մասը այն մասսան, որի համար թանկ է հայրենիք, պետություն, գաղափարները պաշտպան կանգնեցին հայրենիքի և պետության համար մեկ սյան կապակցությամբ, այսինքն այդ համար մեկսյունը դա Սուրբ Էջմիածինն է, այն քրիստոնեական հավատը, որի համար արդեն 1700 տարուց ավել ժողովուրդը պայքարել է, հաղթել է, երբեմն ունեցել է ծանր կորուստներ, բայց և հասել է 21-րդ դար։ Հիմա, ես ամոթի խորը զգացում եմ ապրում, այս ինչ է կատարվում, ոչ թե թուրքերն էին հարձակվել քրիստոնյա սրբավայրի վրա, ոչ թե ղզրբաշներն էին հարձակվել, այլ հարձակվել էին ոչ ավել ոչ պակաս այս իբր նոր Հայաստանի իշխանությունները, ամոթ, գիտեք ինչու էր սա սպասելի, սա անսպասելի չէր, եթե մի իշխանության ղեկավար օտար երկրյա գործակալ է, թուրքի լամուկ, ուրիշ անուն չեմ գտնում սրան տալու, եթե մի իշխանության կառավարություն կոչված այդ հրոսախումբը պարզապես օտար երկրյա գործակալներ են, զարմանահրաշ չի, որ նրանք կարող են ուղղորդել այս անուղեղ, անհայրենիք, անինքնասեր, անկրոն, անսկզբունք մասաներին դեպի Սուրբ Էջմիածին։ Ես ասում եմ հետևյալը, դարերի ընթացքում մայրաթորի վրա, Սուրբ Էջմիածնի վրա այսպիսի հարձակում չի եղել։ Դարերի ընթացքում մեր հայ եկեղեցու վրա բորենիների շատ ոհմակներ են ոռնացել, բայց ինչպես տեսնում եք եկեղեցին կա և կլինի, որովհետև դա մեր կռվաններից մեկն է ինքնության, հայ ազգի ինքնության կռվաններից մեկը դա հայոց Սուրբ եկեղեցին է և մեր Սուրբ Էջմիածին է, վերջի վերջո հավատացյալ ժողովուրդ, դա իջման վայրն է, դա Սուրբ Հոգու իջման վայրն է, այդտեղ բոլորը երազել են իրեն զավակներին մկրտել, իրեն զավակների պսակը այնտեղ կատարել, ես ինչ է կատարվում։ Այսօր ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնց համար միևնույն է, թե երեք Էջմիածնում ինչ ողբերգություն և հերոսություն տեղի ունեցավ։ Ողբերգությունը այն իմաստով, որ այդ հարձակվողները յան ազգանունն են կրում բոլորն անխտիր, և այդ ազգանունը կրողները բոլորը անխտիր գետինը մտնեն, միայն թե մեր Սուրբ հողն էլ է ափսոս։ Ես զարմանում եմ ժողովուրդ, Կճոյանի մասին այնպիսի բաներ են խոսել, օֆշորների հետ կապված, փողերի հետ կապված, փողերի լվացման հետ կապված, չես լսել, այսօր ոնց ես հանդուրժում, որ այդ հավատուրացը, այդ ազգուրացը, այդ ես կարծում եմ նույնիսկ, որ նա կարող է և արդեն թաքնված դավանափոխ է, այդ 10 հոգին, որոնք այդպես կախ են ընկել այս թուրքի լամուկի հայացքից, իմ կարծիքով արդեն ներքուստ դավանափոխ են նրանք, թե չէ ինչպես կարող է քրիստոնյայի ձեռքը բարձրանալ Սուրբ Էջմիածնի դռների վրա, որ ոտքով, ձեռքով հարված են, փորձ են կոտրել, երբ ներսում
Սուրբ պատարագ է հնչում։ Երբ ներսում Բայրոնի ասած Աստծո հետ հաղորդակցվելու լեզվով երգերն էին հնչում, հայը չէր կարող այդպիսի բան անել։ Ուրեմն սրանք էլ դավանափոխ եղած, ցավալիորեն Սուրբ Էջմիածնի այդ հագուստը կրող դավանափոխներ են։ Ես այդ կարծիքի եմ, եթե ինձ դատել տան, ես չեմ հրաժարվի իմ ասածից, որովհետև հայ հոգևորականը, մենք գիտենք պատմությունից, թե ինչքան հոգևորականներ են զոհվել, սկսած ավարայրից, երբ ինչքան հոգևորականներ ուտելիքի փոխարեն ավետարաններն են իրենց հետ վերցրել, եւ մեզ հայտնի են այն հանգամանքը, որ օտարները երբ կարողացել են հարձակվել եկեղեցիների վրա, թալանել նրանց գույքը, նրանց ավետարաններն ու աստվածաշնչերը շպրտել կրակի մեջ, կրակն են նետում հայոց գրերը, բայց այդ գրերին չկար վերջ վախճան, որովհետև մեկի փոխարեն 11-ը կարողացել են փրկել, 11-ը կարողացել են ավելին անել, քան 1000 Ղզլբաշ, քան 1000 թուրք զինվոր, ասկար, ենիչերի, ժողովուրդ, ասելիքս հետևյալն է, այսօր էլ մեզ է բախտ վիճակվել պաշտպանել մեր եկեղեցին օտար հարձակումից։ Ես հիմա չեմ վախենում ասել, որ երեկվա հարձակումը եղել է օտարների կողմից, որովհետև հրաման տվողը օտարն է, բայց Փաշազադեն հայտարարել է, որ Էջմիածնի, Սուրբ Էջմիածնի, պատկերացնում եք, գոյությունը, ներկայությունը, դա սպառնալիք է մուսուլման աշխարհի համար։ Այդ ձեր Ալլահը փուլ գա ձեր գլխին, ձեր բոլոր մսկիթները փուլ գան, որովհետև ձեզ համար սրբություն չկա։ Ես եղել եմ Կիլիկիո արքաների օծման եկեղեցում, երբ այնտեղ օծվում էին Կիլիկիո արքաները, այդ եկեղեցին այսօր ծառայում է որպես մսկիթ, նրանց համար, այս թուրքերի համար, կապ չունի ոչ ճարտարապետությունը, ոչ նրա ուրվագծերը, ոչ խորհրդանիշերը, որտեղ զավթեն կդարձնեն մսկիթ, բայց հայը երբեք ուրիշի շքեղ կառուցած մսկիթում իր պատարագը չի անի, որովհետև ինքը հայ է ու քրիստոնյա։ Ժողովուրդ, մենք բոլորս մի մարդու նման պիտի կարողանանք ունենալ մեր տեղը այդ պատարակների ժամանակ, պիտի կարողանանք զբաղեցնել մեր տեղը և թույլ չտալ, որ ուրիշ մեկը, ուրիշ հավատից, ուրիշ չգիտեմ ինչից, գա ու զբաղեցնի մեր սուրբ օջախները, չէ որ հայոց եկեղեցին դա հայկական ամենամեծ օջախն է, ամենատարածուն օջախն է, որովհետև հայոց եկեղեցին Սուրբ Էջմիածինը և նրա վեհափառը համահայկական են, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության, այլ իլուրս ամբողջ աշխարհի հայոց եկեղեցին աշխարհի բոլոր հայերի կենտրոնատեղին է, նրա մտածմունքի կենտրոնը, նրա երազանքների օջախը, նրա գաղափարների օջախը և հայոց Սուրբ Էջմիածինը պիտի մենք կարողանանք պահել ու թողնել հաջորդ սերունդներին որպես սրբություն սրբոց։ Ես անվերապահորեն հայտնում եմ իմ աջակցությունը վեհափառին, Սուրբ Էջմիածնին, ինչու, որովհետև այս դժնդակ 8-րդ տարվա ընթացքում առաջին հոգևորականն էր, որը կանգնեց և Եվրոպայում, թե որտեղ կարողացավ խոսել հայ գերիների մասին, այ Շվեյցարիայում ճիշտ է,
բեռնում էր, չէ, երևի, կարողացավ խոսել հայ գերիների մասին, անհետ կորածների մասին, Արցախի վերադարձման իրավունքի մասին, արցախցիների որպես հայերի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու իրավունքի մասին եւ դրանով վաստակել է այս թուրք ենիչերիների ատելությունը։ Երեք զարմացա, երբ որ հայ հոգևորականը կարող է այն կենտրոնի մատ ցույց տալ, որը ընդունված է որպես հայոյանքի նշան։ Ո՞ր մեկը, այդ տիրադավներից մեկը։ Տիրադավներից էր ոնց որ թե ինքը գուցե եւ սխալվում եմ, բայց այսպես դռների մեջտեղում մատ ցույց տվեց։ Հասել ենք հոգևորականը չէ, դա կարծեմ Թալինի համայնքապետն էր, Տիկին Ալեքսանյանը։ Բայց վեղար կար գլխին։ Գուցե հետևում էր կանանց տպավորություններ, որ վեղար կար, որտեղ երեք Մայր տաճարի դռների մոտ հոգևորականներին հարյուում էր Թալինի համայնքապետը։ Ես զարմացած եմ, արդեն քանի տարի զարմացած եմ, որ Թալինի բնակչության զգալի մասը, Աշնակը, Սուսերը, վերին բազմաբերդը, ներքին բազմաբերդը, այդ գյուղերի բնակչությունը հիմնականում Սասունի այդ սրամարտերից ողջ մնացած եւ արևելյան Հայաստան անցած մարդկանց սերունդներն են։ Այս ինչպես եղավ, այս որ սև քամին սրանց ուղեղը լսրեց սև մտքերով, որ սրանք չեն հասկանում, որ Նիկոլը թուրք է, իրենց պապերը տարիներով չոր քարի վրա են գլուխը դրել հանգստացել, իրենց պապերը տարիներով կռվել են թուրքերի դեմ, այսօր նրանց սերունդները թուրք են պաշտում, ստացվում է, եւ ամոթ Թալինի այդ համայնքապետին, որովհետև հանուն իշխանության, հանուն փողի նրանք դավաճանում են մեր ազգային ինքնությանը։ Ես զարմանում եմ այդ հարցով, ինչ ճիշտն է, ճիշտ է։ Դպրոցները դպրոցն ու հայոց լեզուն իմ հավերժական ցավն է դարձել։ Ես հիմա խոսեմ Շիրակի տարածաշրջանում, անունն էլ ասեմ, Ջրափի գյուղի դպրոցի մասին։ Ջրափին կպած է համարյա Ախորյան գետին, նրա ձախ ափին է գտնվում, մի գողտրիկ տարածքում, եւ այստեղ նախանցած տարվանից նախագծել են կառուցել այնպիսի մի դպրոց, որը կարողանա իր մեջ ընդունել շրջակա 5 գյուղերի դպրոցների աշակերտներին։ Այնտեղ Հայկաձոր, այնտեղ Բաքրավան, այնտեղ ներքին Արտիկ, հետո Սուսեր, մի խոսքով հանկարծ գյուղերի անունները կարող է շփոթեմ, այսինքն 5 գյուղի համար այդ մի դպրոցն են կառուցում։ Նպատակը ես չեմ հասկանում, կոնկրետ Հայկաձոր գյուղի դպրոցը շատ լավն է, եւ շենքային պայմաններն են լավ, եւ կադրերն են լավ, որտեղ այդ գյուղից մշտապես ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, առանց պարապելու իմիջիայլոց կրկնուսույցների մոտ։ Ինչու է քանդում այս գյուղական դպրոցները, որպեսզի բոլորին կենտրոնացնեն Ջրափիի դպրոցում։ Նպատակը ո՞րն է։ Ինչու է քանդում այդ դպրոցները։ Չէ որ դպրոցը սոսկ շենք չէ։ Բա այնտեղ պարապող ուսուցիչները որտեղ պիտի աշխատեն։ Այսինքն դուք ստիպում եք, որպեսզի ուսուցիչը թողնի իր գյուղը, թողնի սահմանապահ ուսուցչի իր հոգուն հարազատ պարտականությունը եւ տեղափոխվի քաղաք աշխատանքի հետևից, չէ։ Այսինքն դուք դատարկում եք գյուղերը։ Այ ենիչերիներ, շատ լավ հասկանալի է ձեր նպատակը։ Դատարկում եք գյուղերը նախապատրաստելով թուրքերի գալուն։ Դուք այդ
քունը չեք քնի, այդ երազը չեք տեսնելու, որովհետև Աստծո դատաստան կա Աստծո դատաստան, այն կարող է ուշանալ, բայց որ թափվեց, շատ դառը կլինեն պտուղները, թողեք դպրոցներն իրենց վայրերում, թողեք դպրոցների աշակերտներին իրենց տներում, այդ երեխաներին ինչով պիտի տանեն բերեն, հոխորտում է եթերներում, ավտոբուսներով կտանեն կբերեն, այ ողորմելի, որ կրթված լինեիր, ուսման գինը կհասկանայր ու նման հիմար պլաններ չեն գծվի քո ուղեղում, դու քո ծրագիրն ես իրականացնում, այսինքն քեզ բերողների ծրագիրն ես իրականացնում, քայքայել դպրոցը, քայքայել ուսուցչին, աչքից գցել կրթությունը, որովհետև դու ինքդ որ կրթված չես, դու նախանձ ես ապրում բոլոր կրթված մարդկանց նկատմամբ, դե ես ասել եմ երկու անգամ մի կուսակցության անդամներ, որ նախանձ են ուրիշների արտաքին տեսքին, էլ ինչին չեն նախանձի, ձեր առջև հարկավոր է ուղղակի լսնել խոզի լապ, կերեք ու սսկվեք, միայն թե Նիկոլը ողջ մնա, ամոթ ձեզ, ամոթ բոլոր նրանց, ովքեր չեն գնահատում հայոց կրթությունը, ովքեր չեն գնահատում հայոց հերոսական ձեռքբերումները, բա այդ որ գյուղերը դատարկում եք, բա ում եք թողնում են զոհվածներին նվիրված պուրակները, այդ տարածաշրջանում մի գյուղ կա Շիրակում, որտեղ զոհվածի հորը գյուղի ժողովուրդը չի բարևում, հավատում եք, երբ ես լսեցի ուղղակի սարսռացի ամբողջ մարմնով, բայց երբ հասկացա թե ինչու, ես էլ չէի բարևի այդպիսի հորը, որը Նիկոլի անունով է երդվում, որտեղ իր մանկության երազանքն է իրականացել, տղայի արյան գնով ինքը մեքենա է վարում, ինքը արդեն լրիվ կուշտ է աշխարհից, լիացած, բախտավոր, բա մեքենա ունի ախր, կյանքում չեր ունենալու, անամոթ քեզով մարդու տեղ կդնի, դրա համար էլ գյուղի ժողովուրդը չեն բարևում, շատ լավ են անում, ապրեն այդ գյուղի ինքնասեր մարդիկ։ Անընդհատ օրվա այդ լուրերի մեջ կարծեք հաստատուն տեղ ունի, ինքնասպանությունները սահմանապահ զորքերում, այ քեզ բան, արդեն քանի տարի մենք սահմանապահ զորքերում այսպիսի քանակությամբ ինքնասպանությունների լուր չենք լսել, որովհետև թուրքը չէր համարձակվում կրակել, որտեղ թուրքը գիտեր, որ մի հատ կրակոցի դեմ 11-ը կստանա իր ճակատին, երբ որ Հայաստանը ինքնուրույն էր, երբ որ Հայաստանը ուներ նախագահներ, որոնք մտածում էին հայոց ինքնության, հայոց արժանապատվության մասին։ Իսկ հիմա թուրքերը կրակում են, Պապիկյանը և նրա ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն է տալիս, որ ինքնասպանություն է եղել, տարվում են հետաքննություններ, այ գետինը մտնեք, Պապիկյան, բա դու ինչու ինքնասպան չես լինում, քո ինքնասիրությունը բոլորովին վիրավորող չկա, դու էլ ինքնասպան եղիր ինքնասպան, որովհետև միայն դու պիտի ինքնասպան լինես հայոց զորքերում, և քո են դմբո գլուխ մեկը կա է, Արման Ասրյան է, չգիտեմ ինչյան են, որ ասում էր կսոված անան հետ կգնան, տեսնես սա երդի կշտանա, որ հեռանա հայոց զորքերից, տեսնում է, որ բանակին շատից քչից կերակրում են, մնացել է բանակում հոգով լինելով ոստիկան, չի հասկանալով բանակի պահանջները, դուք երկուսդ և մեկն էլ կար է Արման, չեմ կարող հիմա ներողություն եմ խնդրում, չեմ կարող հիշել իր ազգանունը, են որ
Էրեբունի հյուրանոցից իբր ահաբեկչին գրկած իր ծառայական մեքենայում գիրկը դրած տեղափոխեց։ Այ քեզ ահաբեկիչ տեղափոխելու եղանակ։ Ոչ դեմակ կար, ոչ օգնական կար, ինքը գրկեց տարավ, որովհետև իր ուղարկածն էր։ Թե չէ նա ծտի սիրտ ունի դա, պիտի համարձակվեր ահաբեկիչ գրկել, զինաթափել, հա, այդպիսի բան չի լինում։ Դուք այնքան ստոր եք, որ կարծում եք բնակչության մեծամասնությունն էլ է ստոր ու չի հասկանում ձեր քայլերը։ Ձեր քայլերը շատ լավ հասկացողներ շատ կան, էդ իմացեք։ Այսինքն թուրքի կրակածը մի հատ էլ զրպարտում են զինվորին, նրան ներկայացնում թույլ, վախկոտ, որ սահմանին կանգնելու դեպքում նա գերադասում է ինքնասպան լինել։ Այս ինքնասպանություններն էլ ձեր մեղքով են, եթե կան, այդ դուք եք նրանց մղում նման քայլի, եթե կան, այնինչ ես չեմ հավատում, հայ տղան չի կարող այդքան թույլ լինել, որ ինքնասպան լինի, թուրքն է կրակում, իսկ հակառակ կրակը չկա։ Գերագույն թուրքը հրաման չի տալիս, որ հակադարձեն կրակոցներին։ Մահերը բանտերում։ Ես զարմանում եմ, վերջապես մենք այս կյանքի կենտրոնում ապրող մարդիկ ենք։ Այսպիսի բան ով էր տեսել, բանտերում այսքան մահ, մենք չենք տեսել նաև դատարաններում մահվան դեպքեր, դա էլ տեսանք, չէ, մեր հրաշալի Արմեն Գրիգորյանի այն ժպիտը իր երկրային կյանքի վերջին վայրկյաններին, ակնթարթներին, կյանքում ես չեմ կարողանա մոռանալ։ Հիմա մենք դա էլ ենք տեսել, մեր աչքի առաջ խոշտանգում են մեր սրբազաններին, մեր հրաշալի եղբայրներին, դեռ լավ է, որ Լիդիան մտավ արդեն տնային կալանքի մեջ, իսկ սրբազանը, Բաքրասրբազանը ինչ տնային կալանքի մեջ կարող է մտնել, երբ որ նա տուն չունի։ Երեք նորից դատական նիստ էր։ Այս Վարխոյանը արդեն չգիտեմ ինչ ասել սրան, իր գործը լավ էլ գտել է, մի հատ անգամ նյարդերը չենք քայքայվի, չկան վերջ, եկել են կդատի, հրամայել են կկրկնի, երեք էլ դատը նորից հետաձգվեց գիտեք ինչու, որտև մահվան մեղադրյալներին դատարան պետք է ուղեկցեն ոստիկանները, այդ ոստիկաններին անգամ հանել ու ուղարկել են Էջմիածին, ինչ անենք, որ 17 հոգի նորից մինչև ամսի 8-ը 26 թվականի փետրվարի հունվարի 8-ը նորից պետք է մնան բանտում, ինչ անենք, խո Նիկոլը չի, որ մտածեն նրանց մասին, այս բոլորը արվում է Նիկոլի հրամանով, մի կենթանի, որը չխորշի լինելով երկրի վարչապետի աթոռին գանված, կանգնի ասի, ես աչակցում եմ նրանց, այսինքն ինքը աչակցում է հայոց սրբավայրի վրա գրող կազմակերպողներին, ես չեմ ուղղորդում, բայց աչակցում եմ, դու գլուխդ պատին ես տալիս, պատնել գլխիդ, այ կենթանի, այ անհակ տզրուկ, դու քո այս ծծած հարստությունները, այս մեր երկրի ավերումը, այս մեր զավակների արյունը, մեր չքնաղ Արցախի հանձնումը, դու չես մարսելու, էդ իմացիր, և դեմ եմ բանակի թվի կրճատմանը, դեմ եմ, որովհետև դա կբերի մեր երկրի բացարձակ թուլացմանը և
անպաշտպան լինելը թշնամու գնդակի առաջ։ Ես եմ շնորհակալ։